Բարի վերադարձ առաջին ծրագիր, շարունակում ենք մեր եթերը եւ մնում ենք Թատեր աշխարհում։ Եվ այսպես, մայիսի 17-ին եւ 18-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում պրեմիերա է։ Կմեռնեմ ուրբաթ երեկոյան։ Ալդո Նիկոլայի մեկ գործողությամբ կատակերգությունը Անուշ Սարգսյանի բեմադրությամբ։ Բոլոր մայրերը արդյոք բարի են, թե ոչ, կան նրանք, ովքեր սեր են տալիս վերահսկելու համար։ Այս ամենի մասին իհարկե կխոսենք եւ այս ամենի մասին կպարզենք մեր հյուրերից։ Իսկ մեր հյուրերն են շատ տաղանդավոր մարդիկ Տիգրանուհի Տեր-Մարկոսյանը եւ Զարուհի Խաչատրյանը, երկու հրաշք դերասանուհիներ, ովքեր այսօր կպատմեն հենց ներկայացման մասին։ Բարի լույս, շատ լավ։ Շատ լավ, ես բաց եմ մի փոքր գաղտնիք, ես ինձ համար շատ էսպես հրաշալի օր է, որտեղ ես հիմա հարցազրույց եմ վերցնում դասախոսից, ով 4 տարի ինձ դասավանդել է Թատերական ինստիտուտում։ Շատ ուրախ եմ։ Ես էլ փոխադարձաբար, ինձ համար շատ հետաքրքիր է հարցազրույց տալ ուսանողիս, որի հետ 4 տարի շատ սերտ եւ բեղմնավոր շփման մեջ ենք եղել։ Շատ հիանալ է։ Խոսենք ներկայացումից, ինչու կմեռնեմ ուրբաթ օրը։ Գուցե ես սկսեմ, Այո, որովհետև Տիգրանու համար հիմա դա բացահայտելը մի քիչ այնքան էլ ճիշտ չէ։ Ներկայացման սյուժեն մոր եւ աղջկա փոխհարաբերություն է։ Մայրիկս է կողքս նստած, աղջիկս։ Ես էլ աղջկա դերում եմ, այսպես եւ կա շատ հետաքրքիր փոխհարաբերություն։ Սեր, որը ճնշում է։ Ինքը այդ տեսակ է սիրում եւ սիրելով անընդհատ տերորի է ենթարկում աղջկան։ Եթե դու բացակայես, այսինքն աղջիկը շաբաթվա մեջ միայն 1 օր ունի, որ կարող է վայելել հանգիստ, այսինքն գնալ համերգի, գնալ կինո եւ դա ուրբաթ օրն է։ Իսկ երբ որ ուրբաթ օր աղջիկը ուզում է գնալ, մայրը տերորի է ենթարկում, ասում է, եթե դու գնաս, ես կմեռնեմ ուրբաթ երեկոյան։ Այսինքն ճնշող սիրո մասին։ Մի փոքր ավելացնեմ, եթե մի քիչ ավելի վատ մտածենք մոր մասին։ Բացի այն, որ ճնշող է, այստեղ էգոիզմի տարրել կա։ Ես մենակ չմնամ, ես ում հետ պիտի խոսեմ, ինչ պիտի անեմ, եթե դու կողքս չլինես, այսինքն անընդհատ էլ այս խեղճին տերորի է ենթարկում, որ արդեն դու ծեր ես, բա որ դու մեռնես, ինձով պիտի խնամի, այսպեսի բաներ է ասում։ Հայրական էգոիզմի մասին։ Չափազանցրած, իհարկե, Նիկոլային պարզ է, որ որպես դրամատուրգ օգտագործել է այդ չափազանցությունների ձևն է օգտագործել, ասում է ես քեզնից ավելի անուշիկ եմ, չգիտեմ, այդպիսի բաներ է ասում էլի։ Կատակերգություն է նաև։ Տրագիկոմեդիա, գիտեք, հա, որովհետև ճիշտ է արտակնապես ծիծաղելի բաներ կան, բայց դրա տակ ինքան տխրություն կա։ Այո, երբ որ շերտերը բացում եք, տեսնում եք կին, որը 50 տարեկան է արդեն, աղջիկը, եւ դեռ գտնվում է մոր իշխանության տակ, դա չստացված մարդու ճակատագիր է, երբ որ կյանքում շատ ստացվել այնպիսի պահեր, որ կարող է ինքը դասավորել իր կյանքը, երջանիկ լինել, բայց մայրը միշտ խոչընդոտել է, այսինքն այս կինը չունի կամային հատկություններ, որ դեմ դուրս գա մորը։ Եվ ինչու չունի, նաև շատ է սիրում իր մորը։ Այդ ամենով հանդերձ սիրում է, չի ուզում մորը մենակ թողնել, բայց մոր եսասիրությունը այն աստիճան է, որ ինքը չի մտածում իրենից հետո այս աղջիկը ինչպես պիտի ապրի։ Մտածում է, որ ավելի շուտ աղջիկը պիտի գնա, քան ինքը։ Ինքը 90 տարեկան, աղջիկը 50, բայց ասում է ավելի շուտ դու պիտի գնաս։ Դու էլ ասում ես երիտասարդ չես, եթե մեռնես։ Հետաքրքիր մի բան կա այս ներկայացման պիեսի մեջ, որ նամակ է ստանում, որտեղ պատմում են, որ ծնվել է նոր Զարմուհու Ծոռնիկը եւ այս կինը, որ 90 տարեկան է, ինքը հաշվարկներ է անում, որ եթե աղջիկը մահանա, Զարմուհին մահանա, Զարմուհու տղան մահանա, Զարմուհու տղայի տղան մահանա, կա արդեն նոր ծնված Ծոռնիկը, որը իրեն կպահի։ Ամբողջ խնդիրը իրեն պահելն է։ Որ ինքը մենակ չմնա։ Մենակությունից է վախենում։ Իր կյանքը լիարժեք ապրել է, ինչ ուզել արել է։ Հասել է մի տարիքի, որ ոտքից խեղճացել է, ինքը անընդհատ ձեռնափայտով է, բայց այդ ձեռնափայտն էլ երբ որ ուզի կարող է առանց ձեռնափայտի բան գալ, բայց տնից դուրս չի գալիս։
տնից դուրս չի գալիս, երևի չի ուզում, որ իրեն այդ վիճակում տեսնեն, եւ հետո իր հասակակիցներից մարդ չի մնացել, ինչ տեսնեն։ Ինձ ոչ ոք չի այցելում, իմ ընկերուհիներն էլ չեն գալիս։ Ասում եմ, ախր մամ, բոլորը մահացել են։ 90 տարեկան են։ Բայց ինչքան երկար է դեռ պլանավորում ապրել, որ ամբողջ բարեկամների մահը տեսնում եւ մտածում է իրեն Այստեղ արդեն չափազանցության տարն է, էլի, հեղինակի կողմից դե պիտի ցցուն դարձնի, չէ, կերպարը ավելի եւ այս սրա նման շատ բաներ ասում կինը։ Եվ ինչն է ինձ համար շատ հետաքրքիր, օրինակ դուք չեք վերցնում կերպարը ձեզ վրա, որովհետև մեր բոլոր հարցերին պատասխանեցիք երրորդ դեմքով, այսինքն կերպային առանձնացրիք ձեզնից, ձեզ մոտ այդ չկար, դուք ձեր վրա վերցնում եք կերպարը առաջին դեմքով պատասխանում եք։ Ինձ հետաքրքիր է շատ խորթ է ձեզ համար այս սիրո տեսակը, էգոիզմը, եսասիրությունը։ Շրջապատում հանդիպել են նման օրինակ։ Սաղոթների Գուցե եւ շատ կան, գուցե եւ շատ կան։ Գիտեք ինչ, սա հավաքական է այնուամենայնիվ։ Շրջապատից մեջ կան մարդիկ, որոնք այս հատկությունը ունեն, մյուս հատկությունը ունեն, երրորդը ունեն, բայց դրանց ամբողջականությունը հենց իմ խաղալիք կերպարն է։ Այո, հավաքական կերպար է։ Կան, իհարկե կան։ Դե ամենավառ ցայտուն արտահայտումը, հա, շատ անգամ մենք ինքներս այդպես վարվում ենք մեր երեխաները, մեր սերը այնքան շատ է, որ չենք հասկանում, այդ սերը կարող է նրանց խեղդել, հա, եւ ճնշել, եւ այդ բարի նպատակներով փորձում ենք նրանց ամեն ինչից պաշտպանել, հասկանալով, որ շատ անգամ այդ շատ մեծ պաշտպանությունը կարող է վնասել նրանց, քան պաշտպանել։ Եվ այդ հատկությունը երևի թե արդեն հավաքական բոլորիս մոտ կա, այո, շատ ճիշտ նկատառում էր, այո, մենք էլ ակամա, բայց հիմա մեր երեխաների, թոռների ինձ համար իհարկե, գուցե եւ ծոռների շատ հանգիստ ասում են իմ կյանքի մեջ մի մտիր։ Ու ինչ որտեղ մտածում ես ճիշտ են ասում։ Ավելի շատ ձերբազատված են իրենք, քան մեր սերունդը երևի թե։ Բայց քանի որ դուք դստեր դերն եք խաղում, ինձ հետաքրքիր է, արդյոք սերա այս ամեն ինչը ձեր կարծիքով։ Կարող է սերը լինել։ Սերը ես սկզբում ասացի, չէ, որ սերը կարող է լինել խեղդող, ճնշող, դա էլ այդ տեսակ սեր է, բայց նաև կա եսասիրության գագաթնակետը, որ ինքը բացի իրենից ինքը ոչինչ չի տեսնում, ինքը չի տեսնում աղջիկա դժբախտությունը, որ աղջիկը դժբախտ է այս ամենից, միայն իրեն լավ լինի, միայն ինքը լավ զգա, միայն լավ պատառը իրեն, միայն շրջապատում ամեն ինչը իրեն, ինքը ավելի լավն է, քան աղջիկը, ով է դու ով ես։ Բայց այդ էլ սիրում է։ Բայց սիրում է նաև, որովհետև տեղեր կա, որ զգում ես, որ սրտից ինչ-որ մի բան էսպես պոկվեց, որ աղջիկը այս վիճակում է։ Համենայն դեպս ծնող եւ զավակ փոխհարաբերություն նայած ինչ դրության մեջ կլինի։ Մայիսի 17-ին եւ 18-ին բաց չենք թողնում եւս մեկ պրեմիերա Պարոնյան թատրոնում եւ իհարկե գնում եւ վայելում ենք։ Ուզում եմ ձեզ նվիրել Իջևանի Սափոր սպիտակ գինին, որպեսզի արդեն հենց մայիսի 17-ին պրեմիերայից հետո առիթը կա նշել։ Անպայման մեր ռեժիսորը մի հրաշալի ստեղծագործող անձ Անուշը Սարգսյան, որը արդեն իր ուսերին ունի բավական բեմադրական փորձեր, ներկայացումներ, վաղուց է ինքը աշխատում եւ շատ հետաքրքիր է իրեն հետ աշխատել եւ մեր մյուս խաղընկերը Անիկ Քոչարյանն է, որը շատ տաղանդավոր մարդ է, կարծում եմ բոլոր մեր հեռուստադիտողները գիտեն, համոզված են եւ 3 կին բեմի վրա բեմադրող ռեժիսորը կին, այնպես որ հանդիսատես թողուշ լինի։ Եվ գաղտնիքն էլ բացեմ, որ Անուշը եւ ես նույն կուրսում ենք սովորել։ Ջրբաշյան Ռաֆայելի մոտ ենք սովորել։ Եվ ես ասում եմ, որ մենք հպարտությամբ եմ խաղում իմ դասընկերուհի ռեժիսորի մոտ, որովհետև հավատում եմ իր ասածներին։ Շատ լավ։ Ձեզ նվիրենք նաև արև բացիկները, որոնք էմոցիաների համար են, ու ուզում եմ ձեզ նվիրել երկու բացիկ, մեկում Սայաթնովայի խոսքերը են, չկա քիզ նման, դու իսան նման, սա ձեզ Տիգրանի Արտուրովն է։ Ուսանողի կողմից։ Եվ իհարկե ձեզ սիրով նվիրեմ նաև Մանասերյան, աշխարհում սիրեցի քեզ միայն։ Սա ձեզ այնպես որ համոզված եմ, որ հետաքրքիր ու հիանալի ներկայացում է սպասվում տոն աչքերի համար եւ այնպես որ Եվ ինձ հետաքրքիր է երրորդ կերպարը ով է բեմում։ Հարևանուհին է մեր, որը ուրեմն սա էլ այն կերպարի մարմնացումն է, որոնք
առավոտի ծիրիկուն սերիալներ են նայում։ Շատ ժամանակակից արդի կերպար։ Ինչ որ ինքը ասում է, համեմում է սերիալներից քաղած իր տեղեկություններով։ Անընդհատ 5-րդ սերիայից, 7-րդ սերիայից, այն սերիայից, այս սերիայի կինը ինչ էր հյուրասիրում, ինչ էր անընդհատ դրա մասին է։ Բայց լավ համով կին է էլի։ Շատ համով կերպար է, Շատ անի համով, ստեղծել, այո, իսկապես շատ հետաքրքիր, շատ Ոնց որ լրիվ ծաղկեցնի, տարբերվող, էլի։ լրիվ տարբերվող, Այո։ այո, իսկապես, եւ ինչն է հետաքրքիր, այս ընտանիքում ինչ որ կատարվում է, ասում, ահա, հենց երեք այս սերիայում այսպես էր։ Խնդրեմ ասում եմ, Դա էլ սերիայում այս հավաքական։ բանը այսպես եղավ։ Դա էլ Ճիշտ հավաքական այսպես եղավ։ կերպար է։ Այսօրվա հավաքական Այո, կերպար։ այո։ Դե կարծում եմ տոն եւ իհարկե հետաքրքիր հանգուցալուծում կլինի այս պատմության արդեն։ Այնպես որ շնորհակալություն Մեծ ձեզ։ հաջողություններ ենք մաղթում Շնորհակալ Մենք ենք։ ենք շնորհակալ։ Եվ Առավոտ համոզված ենք, որ հանդիսատեսը նույնպես է, դահլիճից արդեն ներկայացումը դիտելուց հետո կվերադառնա մեծ բավականությամբ ու կսպասի արդեն հաջորդ ներկայացմանը։ Հիշեցնենք, Մայիսի 17-ին եւ 18-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն բաց չթողնեք պրեմիերան եւ ես վստահ եմ, որ շատ հետաքրքիր ժամանց կանցկացնեք եւ շատ բան կվերցնեք ներկայացումից։ ներկայացումը կոչվում է կմեռնեմ ուրբաթ երեկոյան, այնպես որ գնացեք եւ դիտեք այդ հիանալի ներկայացումը, այս բան դաթար հետո վերադառնանք ու շարունակենք։